Լեան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Facebook-ում գրել եք, լինել չլինելու հարցը բացեցին, ազգին գցեցին կենաց մահու պայքար մղելու վտանգի մեջ ու էլի հայի տականքը։ Կխնդրեմ մանրամասնեք ձեր այս միտքը, որքանով այն կապ ունի անկախության օրվան նվիրված վարչապետ Փաշինյանի հղած ուղերձի հետ։ Սա կապ ունի այդ չարչրկվող 4-րդ հանրապետություն կոնցեպտի հետ։ Ես զարմանում եմ, ինչքան պետքա բորբոքված մենթալ համակարգ ունեցող անձնավորություն պետքա դա մտածեր այս դժվարին իրավիճակներում 4-րդ հանրապետության կոնցեպտը գցեր շրջանառության մեջ։ Նախ ասեմ, որ ցանկացած պետությունների հիմքում ընկած է ժողովրդի կամքը եւ այդ կամքին հաջորդած կենաց մահու պայքարը։ Եթե կենաց մահու պայքար չի լինում, կամքը վիճարկվում է աշխարհի կողմից։ Խնդրում եմ ուշադրություն դարձեք, պարզապես բառեր չեմ հնչեցնում։ Յուրաքանչյուր ինքնիշխանության հիմքում ընկած է կամքը։ Ռուսերեն volia, անգլերեն will, այսինքն տիտղոսակիր ազգը, սեփական ճակատագիրը, ինքնուրույն տնօրինելու ցանկությամբ պայմանավորված որոշում է կայացնում դառնալ անկախ, ձևավորել սեփական քաղաքական համակարգերը, կայացնել սեփական սահմանադրաիրավական կարգը, սեփական քաղաքակրթական ուղղվածության արդարության ընկալմամբ պայմանավորված, այսինքն իրենց քաղաքակրթական առանձնահատկություններով արդարությունը տարբեր է լինում։ Պարզ ասած, հայի արդարությունը չի համընկնի թուրքի արդարության հետ, ռուսի արդարության հետ եւ այլն եւ այլն։ Այդ արդարության ընկալմամբ, քաղաքակրթական ընկալմամբ, դա մշակութային ընկալման հարց է, էպիկական մտածելակերպի։ Դրսևորում է կամք, այդ կամքը դրսևորելուց հետո անկախ ինքնիշխան ապրելու, սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու, որին հաջորդում է կենաց մահու պայքարը, որտեղ կողքինները իրանց արդարության պրիզմայով վիճարկում են քո կամքը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտից հետո, երբ որ կենաց մահու պայքարի ժամանակահատվածում հայ ժողովուրդը կարողացավ համախմբված ջարդել եւ հետ մղել Օսմանցու բանակին եւ Կարմիր բանակին։ Կարելի նժդեհն էլ Կորոչկինի բանակին ջարդեց Զանգեզուրում Սյունիքում, չէ՞։ Կարմիր բանակին։ Եվ այդ կենաց մահու պայքարը հաղթելուց հետո դուք դառնում եք ինքնիշխան, աշխարհի կողմից ճանաչված, բայց հայի տականքի պատճառով դուք կարող եք ապամոնտաժել սեփական պետությունը եւ մտնել այլ պետությունների կազմ, ինչպես Վազգեն առաջինն էր ասում, վեհափառ հայրապետը, ասում էր մենք այդքան սխրանք ունենք, որ անկախությունը նվաճենք, բայց արդյոք այդքան բարոյականություն կունենանք անկախությունը շենացնելու եւ պահպանելու։ Մենք միշտ բարոյական չենք գտնվում այդ իրավիճակներում եւ կեղծ խոսույթ է դրել այն Հայաստանը, որը որ բռնազավթվեց օտար պետության կողմից, պետականակերպ գոյացության կարգավիճակով, դա ՀԽՍՀ-ն էր, Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։ Չգիտես ինչու անվանեցին երկրորդ հանրապետություն, չգիտես ինչու անվանեցին երկրորդ հանրապետություն, որ դավաճանության ակտը քողարկեն սեփական ժողովրդի հանդեպ, որից հետո Հայաստանի վերանկախացումից հետո 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով, երբ որ Գերագույն խորհուրդը համարելով ինքն իրան գլխավոր պատասխանատու հայ ժողովրդի դարավոր իղձերի արդարության վերականգնման համատեքստում հիմք ընդունելով հայ ժողովրդի ընթացքը եւ 1918 թվականին անկախացած Հայաստանի ժողովրդավարական ավանդույթները ՀԽՍՀ տարածքների վրա կայացնում է նորից նույն պետությունը, այսինքն սեպտեմբերի 21-ը վերաանկախացման հանգամանք է։ Ես իմ վերջերս գրառման մեջ էլ այդ ակնարկը ունեցա, որ 18 թվականի սխրանքով եւ 90-ականների սխրանքով մենք կարողացանք փաստարկել Հայաստանի Հանրապետության վերաանկախացումը։ Ըստ էության այս հանգամանքը նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք կեղծ երրորդ հանրապետության շրջանառումը գցեց մեզ մի հարացույցի մեջ, երբ որ մարդիկ թյուր իմացաբար սկսեցին թվերով օժտել Հայաստանի մոդիֆիկացիաները։ Ասես իրենք Ֆրանսիան են։ Պատմաբանները թող ասեն Ֆրանսիայի 5-րդ հանրապետությունը, 4-րդ հանրապետությունները, 3-րդ հանրապետությունը ինչ կենաց մահու պայքարների վերջնարդյունքում հաղթանակից հետո են ստացել։
այդ հնարավորությունը։ Հիմա դուք հայտարարում եք 4-րդ հանրապետության մասին, Պանդորայի արկղ եք բացում, որ ձեր հարևանները ձեզ չճանաչեն, ժողովրդին գցեք կենաց մահու պայքարի մեջ, որի վերջնարդյունքը այս իրավիճակներում ակնհայտ չի, կհաղթենք, կպարտվենք։ Դուք ո՞նց եք այդպես քաղաքականություն իրականացնում, ինչ բորբոքված մենթալ համակարգով անձ կարող է ծնել այդ իրավիճակը, առանց խորազննին հասկանալու դրա աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ ռիսկերը։ Հիմա ռիսկերի մասին թվարկեք, ինչ ռիսկեր կան։ Ասում են ձեր պետությունը ինչի հիման, ինչ մանդատով ես դու գոյանում։ Ինչ ես ասելու, ինչից հետո որ քեզ ջարդել եմ, հաղթել եմ, կամքս պարտադրել եմ, այդ երբ ես ջարդել, հաղթել, կամքդ պարտադրել, ասելու են դու չկաս։ Պատի մեջ բերես ասես, բա ոնց մենք 18 թվականին Հայաստանի Հանրապետությունը 1918 թվականին օսմանցիներին հաղթեց, բոլշևիկներին հաղթեց, ազգերի լիգան էլ ճանաչեց, կասեն այդ դեպքում ոնց ես քեզ 4-րդ հանրապետություն հռչակում։ Դու հիվանդ ես։ Հայաստանի Հանրապետությունը մեկն է։ Եվ այդ Հայաստանի Հանրապետությունը բռնազավթվեց 20 թվականին 71 տարի գերության մեջ լինելուց հետո վերաանկախացավ 90 թվականի հռչակագրով եւ 91 թվականի հանրահավաքով, հանրաքվեով։ Հիմա լավ, նպատակը փորձենք հասկանալ, ինչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը այս գաղափարախոսությունը այսպես օրակարգ նետելով, ինչպես դուք ասացիք, եւ հիմա շատերը հորդոր առաջարկներ են հնչեցնում լրագրողական, վերլուծական դաշտին, ասում են՝ մի շրջանառեք այդ գաղափարախոսությունը վտանգները նկատի ունենալով, նաեւ շեշտում են, որ դա Նիկոլ Փաշինյանին ընդամենը պետք է որպես նախընտրական օրակարգի մաս։ Սխալ են անում, դա մարդկանց պետք է բացատրել թաքնված ռիսկերը, չէ՞, չի կարելի ասել ապուշություն են անում ու չասես ինչու։ Հիմա նպատակները ձեր կարծիքով ինչ Նպատակը հետեւյալն է, գնում են ընդառաջ թշնամու պահանջներին, որն է սահմանադրության իրենց որդեգրած խաղաղության կոնցեպտն է պատճառը, որ խաղաղության են գնում իրենց մոտ մտածելակերպով, չհասկանալով, որ ինքնակամ կապիտուլյացիան դա խաղաղություն չի։ Շահան Նաթալին էր ասում, չէ, Թուրքի համար լիակատար խաղաղությունը ինքնակամ մորթվելու ցանկությունն է հայի։ Հիմա նրանք գնում են ինքնակամ մորթվելու, միայն թե իրենց չմորթեն։ Իրողությունը դրանից հետո փոխվում է։ Ինքնակամ ինչ ես գնացել վիզը տեղավորել նրա կացնի տակ։ Այսինքն միայն ադրբեջանական պահանջների բավարարման խնդիր է դրված, թե նաև երրորդ հանրապետությունից հրաժարվելով Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ երրորդ հանրապետության հետ կապված իր պատասխանատվության, ինչու՞ չէ նաև մեղքի բաժինը այսպես մոռացության մատնել։ Երրորդ հանրապետությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ծնունդն է։ Երրորդ հանրապետություն չկա։ Լևոն Տեր-Պետրոսյանը հատուկ երրորդ հանրապետության հիպոթեզը առաջ քաշեց, որ Կարսի Արդահանի հիմնախնդիրները եւ Նախիջևանի հիմնախնդիրները չբարձրաձայնի։ Հիմա որ Թուրքիայի հետ խնդրեմ չունենա։ Հիմա նրա հոգեզավակը նորից էլի նույն քաղաքականությունն է վարում, որ Թուրքիայի հետ խնդրեմ չունենա։ Բայց Թուրքիայի հետ խնդրեմ չունենալը դա չի նշանակում, որ գնաս ինքդ քեզ հարակիրի անես եւ ոչնչանաս։ Թուրքիայի հետ խնդրեմ չունենալ նշանակում է քո հնարավորությունները զարգացնել, դիվանագիտությունը զարգացնես, ռազմաքաղաքական կապերը զարգացնես, իսկ դու թուղթ ես վավերացնում, որի վերջնարդյունքում դու պարտավորված ես եվրոպական դիտորդական առաքելությունը երկրիցը դուրս բերես, դու պարտավորվել ես երրորդ պետությունների զինված ներկայացուցչություններ չունենաս, այսինքն ՆԱՏՕ-ի որևէ կոնտինգենտ իրավունք չունես դու բերես քո երկիր։ Այսինքն գնացել ես պարանոցդ հարմար տեղավորել ես նրանց կացնի տակ ու համարում ես խաղաղություն ես բերում ժողովրդին։ Ասում եք Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այդ ուղերձի հետ կապված շատ կոշտ քննադատության էր ենթարկել Փաշինյանին, ասում է նա ատում է պետությունը, պետականությունը։ Հիմա սա այսինքն ներկայացում է, մենք քաղաքական ներկայացումների ենք այսպես ասած։ Լևոն Տեր-Պետրոսյանը լվանում է իր դեմքը պատմության մեջ։ Ականատես լինում։ Պատմության մեջ լվանում է իր դեմքը։ Այսինքն խավության նոխազին գտել է Նիկոլ Փաշինյան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որքանով կհասկանա, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին երկու նախագահների համար նոխազ է ընդհանրապես։ Ինչքան բացատրենք, որ նա իր վրա պետական դավաճանության քրեական գործ է վերցնում իր ուսերին։ Ստանալով մի վատթար ժառանգություն, նույն Լևոն Տեր-Պետրոսյանի, եկեք մի հատ հասկանանք 95 թվականի սահմանադրությունը ինչ սահմանադրություն է։ Սահմանադրական կարգի հիմքերը հեղաշրջած սահմանադրություն է։ Անկախության հռչակագիրը հաշվի չառած սահմանադրություն է։ 95 թվականի սահմանադրությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը զավթեց իշխանությունը ժողովրդի։
որը հետո չվերադարձրեց 96 թվականին, որը հետո փոխանցեց պասով Կրեմլի մյուս նշանակած ղեկավարությանը Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնեական դիրքերը չարաշահելով կարողացավ ընտրապայքար իրականացնել։ Գործեր հարուցեցին Վանոյի նկատմամբ։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ 99 թվականին հոկտեմբերի 27 տեղի ունեցավ։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է, չէ, հարցազրույցը տվել, ասել է, որ նա է բերել Սերժ Սարգսյանին Մոսկվայից։ Ինչու էր բերում։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, չէ, պայմանավորվեց բոլոր այդ գործընթացների եւ խաղի կանոնների, որը 94 թվականից ի վեր փաթաթվեց հայ ժողովրդի պարանոցին։ Խորհրդային միության ձախողումների շարքից հայ ժողովուրդը չկարողացավ հավասարարժեք օգտվել։ Այդ լիպարիտյանական գիծը, որ տանում են, տգետների մի կույտ, որը ժողովրդի իշխանությունը չարաշահեց, պարզավոր պետք է լվանան, չէ, պատմության էջերում իրանց դեմքը։ Նույն օղակում են նաև Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, այսինքն այս բոլորը Որևէ տարբերություն չկա։ Այս պահին էլ նրանք այսպես ասած համագործակցում են կամ նրանց վարկով իրենք նրանք եթե չհամագործակցեն էլ մարմնի միջև վերջի բջիջը եթե անգամ իրար ատեն, նրանք բոլոր 4-ն էլ միևնույն սիստեմի համակարգի ծնունդ են։ Եվ եթե մեր սիրելի ժողովուրդը չհասկացավ, որ զանգերը ղողանջում են, մենք մեր վերջին սարդարապատի առաջ ենք կանգնած, եւ եթե 26 թվականին վերընտրվի Նիկոլ Փաշինյանը կամ վերադառնան նրանցից որևէ մեկը, Հայաստանի մասին կարող եք մոռանալ կամաց։ Ինչ է լինելու Հայաստանի հետ։ Տեղավորում են այլ պետությունների ենթակայության տակ։ Չեք տեսնում, որ այստեղ արգելոց թանգարան են ուզում ստեղծել։ Արգելոց թանգարան, ատամները քաշած ինչ-որ մի կերպար, մուլյաժ թանգարանում դրված, որի հարցերը կարելի է լուծել անգամ ներքին իրողություններով։ Ինչ սպասարկող հանձնակազմ եք ուզում դառնալ տարանցիկ ուղիների։ Թե դուք պետականություն ձևավորող ազգ եք, որ կամ պետք է դրսևորեք ձեր պետությունը հզորացնելու։ Լավ, պարոն Բայց այնքան ներողություն սա էլ ասեմ, այնքան մարդիկ հերրատեսություն չունեն, որ այսօր կայացող ալտերնատիվաներին, այլընտրանքներին չեն ուզում տեսնեն։ Անկամ այն մարդիկ, որոնք ոչ վաղանցյալում աջակցության խոստումներ էին տալիս։ Հիմա հանրային դերակատար լինելով հանդերձ իրանց ամբիոնները գրկած ասում են Հայաստանում որևէ այլընտրանք շանս չունի։ Լուրջ եք ասում։ Այդ դեպքում ես կողքից նստած նայելով ոնց հասկանամ ձեզ դուք լատենտ թաքնահարույց ԿՊ-ական եք թե Քոչարյանական։ Ոնց եք ժողովրդին զրկում այլընտրանքի ակնկալիքից։ Եթե Պողոսին էլ չեք հավանում, կոչ արեք ասեք դուք, եթե սիրելի ժողովուրդ այլընտրանքների շուրջը չհամախմբվեք կամ չկայացնեք, ձեր երգը երգված է։ Պարոն Սիմոնյան, ժողովուրդը պետք է համախմբվի կոնկրետ ծրագրի առաջարկի։ Թե հեշտ է դուրս գալ երկրից դուրս, արտերկրում նստել եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին զրկել այլընտրանքներից կամ այլընտրանք ունենալու հեռանկարից, որ մարդիկ ինչքան են ինձ գրել ասել, գիտեք, sense բաներ են ասում, ուրեմն դուք իրոք շանս չունեք։ Այդ մարդկանց ես էլ ինչ ասեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ,
պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա շանս ունենալու համար պետք է առաջարկ, տարբերվող առաջարկ, խելամիտ առաջարկ, որը կտարբերվի եւ ընդդիմության եւ իշխանության օրակարգից եւ Հարգելի առաջարկից։ Էլիզ, եթե չասեն, որ վերջին 3 տարիները գրեթե 2 շաբաթը մեկ հանդիպում ենք ու զրուցում ենք, իմ հարցազրույցները ամբողջությամբ ոչ միայն քննադատական են, այլ նաև առաջարկի ներկայացում են, այլ ձեզ տարբերությունները, որ մարդը, որը որևէ աղերս չունի ոչ նախկին իրողությունների, ոչ ներկա իրողությունների, ալտերնատիվա է կայացնում ժողովրդի իսկ պահանջով ելնելով, մենք մեր ռազմավարությունը ցույց ենք տալիս մարդկանց հարցազրույցների մեթոդով։ Մարդիկ ասում են շատ հաճախ այսպիսի մի բան էլ կա։ Մեկ անձի կուսակցություն կամ մեկ թիմը չներկայացրած կուսակցություն։ Ես ձեզ ասեմ հետևյալը, որ որևէ մի անձ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միայնակ չի կարող կուսակցություն կայացնել։ Նվազագույն շեմը 300-ն է։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը համագումար իրականացրեց 500 հոգանոց անձնակազմով, որոնք հիմնեցին կուսակցություն, եւ այդ համագումարի օրը մենք ներկայացրեցինք մեր քաղխորհուրդը եւ էթիկայի հանձնաժողովը։ Հիմա, եթե մենք որոշել ենք, որ դեկտեմբերին մենք ցույց ենք տալիս կուսակցական դեմքեր, բայց մենք ցույց չենք տալու եւ հաստատելու ենք այն ցուցակը, որը որ համապետական ընտրություններին պետք է առաջադրվի, բայց կառավարության անձնակազմի անունները մի ակնկալեք հիմա մեզանից լսելու, դա մենք օֆիցիալ ընտրապայքարի մեկնարկի ժամանակ ենք ներկայացնելու, որ խարդավանքների հնարավորություն չստեղծենք։ Պարոն Սիմոնյան, այսպես ձևակերպեմ հարցը, շատ լավ, դուք ձեր կուսակցաշինության ճանապարհին, հետո երբ նպատակահարմար կգտնեք, անունները կհայտարարեք, դա չի գլխավոր խնդիրը։ Հիմա դուք քաղաքացիներին ինչ եք ասելու օգոստոսի 8-ի հետ կապված։ Փաշինյանը այնպես է ներկայացնում, որ օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բոլորովին այլ իրականությունում։ Հիմա դուք այդ իրականության հետ ինչպես եք վարվելու։ Այսինքն օգոստոսի 8-ով ձեռքբերված պայմանավորվածությունները դրանք մնալու են ուժի մեջ, փորձելու ենք ստեղծված հնարավորությունները օգտագործել, շատերն են համարում, որ դրանցով իսկապես հնարավորություններ բացվել են Հայաստանի համար, եթե ճիշտ աշխատանք տալու։ Չեմ զլանա, նորից կկրկնեմ, բայց մասամբ, որովհետև Գուրգեն Սիմոնյան YouTube-յան ալիքում ես լայնածավալ հաղորդում եմ նվիրել դրան, 1 ժամանոց կետերով անցել եմ այդ փաստաթղթին։ Առաջին ազգային շահը հաղորդման առաջին թողարկումը նվիրված էր դրան։ Միջանկյալ փաստաթուղթը վնասում է հենց մեզ։ Նախ սկսենք այնտեղից, որ 3 տեսակի փաստաթուղթ է վավերացվել Միացյալ Նահանգներում, որոնցից մեկը Մինսկի խմբի համանախագահությունը լուծարվեց։ Ընդ որում Մինսկի խմբի համանախագահությունը ստեղծված էր ոչ այնքան Արցախի հարցը պաշտպանելու համար, որքան հայ ժողովրդի բնական եւ պատմական իրավունքները պաշտպանելու համար։ Այդ ուրիշ խնդիր, որ տարիներ շարունակ սխալ ուղղությամբ տարան, նրանք էլ փող ուտելով եւ նվերներ ստանալով իրանց աշխատանքը կատարում էին ճակերտավոր, բայց այդ հարթակը վերացնելու համար չէր։ Պետք է փոխել, մոտեցումները պետք են փոխել, մարդիկ կարող էին փոխվել այնտեղ։ Եղած է, սա չի կարա այտենց լինի գնա անցնի եւ վերջ։ Դրա պատասխանները պետք է տրվի։ Դրա պատասխանը տրվելու է։ Մարդը կանգնելու է ամբիոնի մոտ, պատասխան ինչի այդ քայլին գնացել, ումա ծառայել այդ քայլը գնալուն։
Դի կանգնի պատասխան տա ժողովրդին։ Երկրորդը Թրամփի ուղի կոչեցյալն է, որ բոլոր տեսակի կանխատեսումները մշուշոտ են եւ մռայլ, ինչու, որտեվ բամբասանքների մակարդակում օդում կախված տեղեկատվություն կա, որ 50-50 ձևաչափով են պայմանավորվել եկամտաբերության կիսելու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Ով է տեսել այդպես абսուրդ բան։ Այսինքն դու հրավիրում ես այնտեղ մի կազմակերպություն, որը ընդհանրապես պետքա արտապատվիրակում ես ծառայությունը այդ կազմակերպությանը, հələ մի բան էլ 50% տալիս ես այնտեղ, ինչու։ Այդ նշանակում է այդ տարածքը մենակ քոնը չի, համելներանն է։ Դու տարածքն ես դրել աճուրդի եղբայր։ Դրա 10%-ն էլ, մի տոկոսը, 10%-ը տայր արդեն բավարար ահռելի գումար կլիներ միայն outsource անելու համար այն ծառայությունը, որ դու այդ ճանապարհի վրա պետք է իրականացներ։ Թե դա թուրքական պահանջ ա եղել, որ շատ փող բյուջետ չմտնի եւ շատ չհզորանաս եւ ներուժը չզարգացնես որպես այդպիսին։ Իսկ ադրբեջանական կողմը նույն ծառայությունները մատուցելու է հայ քաղաքացիների համար, երբ որ հայերը ուզենան ենթադրենք ադրբեջանական մայրուղիներով գնան եւ ադրբեջանցու սփած չտեսնեն ճանապարհներին։ Ամերիկացիներ գալու են կանգնեն, սա էլ ձեզ Թրամփի ուղու հետ կապված, որն էլ վերցրել է դիվանագիտական հավասար արժեք չի կարողացել փաթեթավորի, գնում է շոս Սինձինպինի կողքը նստում է Թրամփի անունն է տալիս։ Абսուրդի գագաթնակետը դուք տեսնում եք։ Եվ ամենակարևորը երրորդը այդ միջանկյալ փաստաթուղթն է, որ վաղ թե ուշ, երբ որ Հայաստանը իր հնարավորությունները կարողացավ վերականգնել եւ մեջքը շտկել, մեզ վերադարձնելու են այդ իրողություններին խայտառակ, որ մենք պետքա դիտորդական առաքելություն չունենանք օտար պետությունների զինված ներկա, այսինքն քո ինքնիշխանությունը եւ ինքնիշխան որոշումներդ էրոզիայի ես ենթարկել։ Չէ, եթե մենք կարողանանք մեր մեջքը շտկել եւ ուժեղանալ, արդեն օտար երկրա այդ դիտորդները մեր սահմաններում պետք են։ Իհարկե պետք են։ Ով ասեց, որ պետք չեն։ Իհարկե պետք են։ Կարող է բազայել ուզենանք բացենք Հայաստանում։ Թե Նիկոլ Փաշինյանի ասելով է ուժեղ, ինչքան ուժեղ, ումից ուժեղ։ Այո։ Քեզ ինչ, եթե քո մենթալ մակարդակը, գիտակցական հնարավորությունները թույլ չեն տալիս եւ քո թիմի, որ դու հասկանաս ումից եւ ինչքան ուժեղ լինելու, դու իրավունք չունես հայ ժողովրդի առաջին դեմքի աթոռը զբաղեցնես։ Նման պարագայում ցանկացած պարկեշտ եւ բարոյական անձնավորություն լքում է պաշտոնը։ Լքում, որտեղ իր հնարավորությունները, մասնագիտական հնարավորությունները չի ներում, իսկ իր շրջապատում չի կարողանում գեներացնել այնպիսի մասնագիտական հնարավորություններ, որ նրան ճիշտ ուղու վրա դնեն առհասարակ։ Հետո էլ կկանգնեն մարդիկ կասկա խորանան, թե պատճառը ո՞րն է այդ դեպքում։ Պատճառը ո՞րն է ու գտնեն։ Բանից պարզվում է հարգելի Էլիս, ձեր հայրենասիրությունը սովետական միության ծնունդ է։ Այսինքն մենք բոլորս ուղեղների լվացումով ենք տառապում։ Սովետական նոմենկլատուրան է մեր հայրենասիրությունը պատվաստել մեր մեջ, ի բնե հայը այդպես չի։ Ակթան մարդիկ պատճառը որն է։ Դե հիմա կփորձեն փոխել հայի մենթալ համակարգը, որից հետո հերու չի ժամանակը, երբ որ գենոֆոնդի մակարդակով փոխվի ամեն ինչ։ Տեսարակարար կշիռը փոխվի, ոնց որ դա եղավ Սասանյանների ժամանակ, երբ որ դա եղավ պարսկական վերջին ժամանակահատվածում թագավորության, երբ որ 50,000 քոչվորների ընտանիք Կենտրոնական Ասիայից բնակեցրեցին Շիրվանի տարածքում եւ հայկական լեռնաշխարհում։ Սա է մեր ճակատագիրը։ Ես խիստ կասկածում եմ եւ ես պայքարելու եմ, որ դա երբևիցե տեղի չունենա։ Եվ մեր սիրելի քաղաքացիական հանրությանը կոչ եմ անում համախմբվեք սիրելինել, միացեք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը։ Պարոն Սիմոնյան, թեև Թրամփը օգոստոսի 8-ից հետո շատ է կարևորել Հայաստանի հետ հարաբերությունները երկկողմ մակարդակով, նաև այդ նախաստորագրված փաստաթուղթը, բայց նաև հասցրել է Հայաստանի անունը մի քանի անգամ շփոթել, հիմա անկախության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասում է. «Ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես խաղաղության խաչմերուկ ներկայացնելու ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու ամբողջ ներուժը։ Դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնարարությունը եւ կստեղծեն իրական տնտեսական առավելություններ»։ Ինչպես է առհասարակ գնահատում Թրամփի հայտարարությունները, Թրամփի այս ուղերձը եւ առհասարակ Թրամփյան ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ականջին փսփսացողները
Գուցե եւ ասել են, որ եթե դու այդքան պոտենցիալ չունես կենաց մահու պայքարը հաղթելու, այդ ճակերտավոր ասած 5-րդ հանրապետությունը կայացնելու համար հեղում կատարի ուժեղ տղաների վրա միջազգային ասպարեզում։ Օրինակ Միացյալ Նահանգների նախագահը Նիկոլ Փաշինյանը հեղում է կատարել երևի նրանց պոտենցիալի վրա, որ ուզում է այդ 5-րդ հանրապետության կոնցեպտը բերի ու ոչ ոք չվիճարի 4-րդ հանրապետության, հա, ես Ֆրանսիայի օրինակով արդեն առաջ գնացի Ֆրանսիայի օրինակով, չի բացառում, որ 6-րդ հանրապետության կոնցեպտը էլ առաջ բերեն, ով գիտի։ Հիմա 4-րդը կարող է մի տարի ապրի կամ չապրի, հետո փորձեր կատարեն անհաջող 5-րդ, 6-րդ, 7-րդ, ով ասել, որ պետքա թվերով դուք Հայաստանի Հանրապետությունն Չէ, հիմա ուղերձին։ Հիմա ուղերձի իմաստը դա է, Թրամփն էլ ասում է մի քանի անգամ, որ Աբերբարանի եւ Ալբանիայի միջև խաղաղություն է հաստատվել։ Հայաստանի եւ Կամբոջայի միջև է խաղաղություն։ Այդ մարդը անգամ չէ խորացել իրողությունների մեջ, որտեղ եթե խորացած լինի 2-3 անգամ ինչ-որ մի շրջաբերական կարդացած լինի, դժվար թե նախագահ մարդը ամեն դեպքում միլիարդատեր մարդ, որը բիզնեսի աշխարհից է եկել, մի երկու անուն կարողանա հիշի, չէ։ Ով է կողքից կանգնում ասում, էս էլ ասածքի չի էլ նայել։ Սա ուշադրության ֆոկուսի բացակայության հարց է։ Ձեզ հանրային հոգեբանները եւ մարդու բիհևիորիստական, վարքաբանական հոգեբանություն ուսումնասիրող անձիկ կասեն ցանկացած տեսակի անունների տարընթերցումները ֆոկուսի բացակայության պատճառով է լինում։ Իսկ երբ է ֆոկուսի բացակայություն լինում ինչ-որ հարցի վերաբերյալ, հետաքրքրության մակարդակը շատ բարձր չի։ Հետաքրքրության մակարդակը շատ բարձր չի։ Հետևաբար նաև համագործակցության առումով առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն։ Հետևաբար այն որ ասում է կարողացել ենք մեջքիդ բարձենք այդ 50%-ը, արագ աչքս տեսնի։ Էական չի Աբերբարանն ես, Ադրբեջանն ես, Ալբանիան ես, թե Կամբոջան ես, այն որ եկար ստե ստորագրեցիր, այնպես թոթոլ կտորներով, այդ 50%-ի բանը աչքս տեսնի։ Էդ է ասում։ Ասում արագացրեք, ոնց որ թե մենք պետք է դրա կարիքը ունենք։ Բայց այդ արագացումը միայն Հայաստանից է կախված։ Այո։ Բա Ադրբեջանը։ Ադրբեջանը ստեղ անելու բան չունի, Ադրբեջան իր 100%-ի տերը կանգնելու է։ 100%-ի տերը կանգնելու է։ Դուք չտեսաք Ադրբեջանի ոնց ընդունեց 907 բանաձևը չեղարկեց Միացյալ Նահանգները, որը սառեցնում էր Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը, որևէ տեսակի ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Չեղարկեցին պատմական փաստաթուղթ 907 բանաձևը, եթե չեմ սխալվում 907, որի վրա Միացյալ Նահանգների կնիքներ կար։ Թրամփը գնաց այդ քայլին։ 9 հատ էլ ոսկե մետաղադրամ տվեց եւ ասեց ուժեղ առաջնորդի հետ եմ հանդիպում։ Նկատի ունենալով Աբերբարանի ղեկավարին։ Դա ծաղրանք չէր, պարոն Սիմոն։ Ոչ, ծաղրանքը կլիներ, եթե փաստաթուղթը 907 բանաձևը չվերացնեին։ Նոր ծաղրակ կլիներ։ Թող մեզ էլ մի օր այտենց ծաղրեն էլի։ Թող ծաղրելով մեզ մի հատ Սևրի պայմանագիրը հանեն դնեն միջազգային օրակարգում, ասեն վերջ Հայաստանը սա է։ Ու այտենց մի հատ ծաղրի։ Ասի ամենա իմաստուն ղեկավարի հետ եմ հանդիպել իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Ու թող ադրբեջանցիները ու թուրքերն ասեն, տեսակ ինչ ձևի ծաղրեց Հայաստանի ղեկավարին։ Բայց փաստը ինչ, որ Հայաստանի համար շատ ուժեղ գործ կարևեր։ Այդ ոնց է մենք հայերով ստեղ նստած ասում ենք ինչ ձևի է ծաղրեց Ադրբեջանի ղեկավարին, բայց փաստացի օգուտը տեսավ։ 90-ականներից ձգվող փաստաթուղթը վերացավ։ Մա Թրամփը վաղը կլինի, վաղը չի լինի, Ադրբեջանը դարակազմիկ առաջընթաց ունեցավ այդ որոշումից։ Մի օր չեղավ, որ մեր բարեկամները, մեր թշնամիները, այնպես թշնամիներ դուրս գան, որ իրանց բարեկամներին խանգարեն։ Մի օր չեղավ մեզ այնպես ծաղրեն, որի վերջնարդյունքում մեր պետությունը մի ուժեղ շահ կարողանա առաջ տանի։ Չգիտես ինչի մենք բարոյական հաղթանակներից էսկոմ չենք գալիս։ Մեր մենթալիտետը բարոյական հաղթանակների վրա է հիմնված։ Այ տեսար ոնց սենց լեզվի տակ ոսկոր չկա, դրեց պատերով խփեց։ Տակն ինչ կա։ Դրանից քեզ ինչ։ Թեկուս ծաղրեց, ինքը շահած գնաց այդտեղից։ Դու չէ։ Հիմա երբ դիտարկում ենք օգոստոսի 8-ից հետո այս մեկ ամիսը եւ մի փոքր ավելին, այս ընթացքում ունեցանք թուրքական, ամերիկյան պատվիրակությունների այց, հիմա ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակում էլի թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններ կան Հայաստանում, Հայաստանի ԱԾ ղեկավարի գլխավորած պատվիրակությունն էր երկու օր Բաքվում։ Կարելի ասել, որ այսպես սառույցը հալվում է եւ վաղ թե ուշ այս երկու պետությունների միջև շփումները կակտիվանան եւ դա կբերի հարաբերությունների կարգավորման։ Նման կերպ չի արվում հարցը։
Երբ որ ձեզ հետ ձեռք են սեղմում, վերադառնում են իրենց երկիր եւ ձեր հասարակությունը անվանում են հիվանդ եւ հայտարարում են, որ ամեն դեպքում իրենց զինված ուժերը պետք է 6.5 միլիարդ դոլար ստանան 2026 թվականի բյուջեով, որ կարողանան միշտ պատրաստ լինեն այդ անհավանդ եւ հիվանդ հայերին կոտորելու։ Բայց միայն հայերին, ասում են Ռուսաստանի եւ Իրանի դեմ է նաեւ Ավելի։ պատրաստում Ադրբեջանը։ Ավելի մի հատ Ադրբեջանի քաշը նայեք, ու մի հատ Ռուսաստանի քաշը նայեք։ Դե հենց դրա համար էլ այդպես Չկա մեծացնում նման են բան։ ներուժը։ Ինչ կարան անել։ Այդ ո՞նց է ստացվում, որ 10 միլիոնանոց Ադրբեջանը 150 միլիոնանոց միջուկային տերության դեմ ներուժը կարա մեծացնի ու իրանք հավատան, որ հնարավոր է ուժեղ ումից ուժեղ, ինչքան ուժեղ կոնցեպտը չի հարցադրվում։ Իսկ մենք ոչ միջուկային տերություն 100 միլիոնանոց կոնտինգենտի դեմը չենք էլ ուզում իրանց ուղությամբ նայենք։ Ո՞նց է լինում այտենց։ Այսինքն մենք երկստանդարտ մոտեցումներից ամենավատթարագույնը վերցնում վերագրում ենք մեզ, Ադրբեջանի տեսանկյունից նայում ենք նա, ոչ, այդ զինված ուժերը հայոց երկրորդ ցեղասպանություն կամ առաջին ցեղասպանության ավարտը հասցնելու համար են, իլյուզիաներով մի ապրեք։ Ադրբեջանցիները շիա մահմեդական են, Իրանի Իսլամական Հանրապետությունում 20 միլիոն ադրբեջանցի արդեն ապրում է, 10 միլիոն էսկո մենկո մենել որ գնանք նորմալ մարդահամար անենք, սկի 7-8 միլիոն էլ չեն լինի։ Դրանք սա ուռճեցված թվեր են, թվաբանություն է, որ հավակնությունները մեծ լինի։ Մեր նման չեն, որ ասեն այսօր Երևանում ծնվեց 50 երեխա, 25 աղջիկ, 25 տղա։ Սա գաղտնի ինֆորմացիա է։ Նրանք այդ ինֆորմացիան լավ էլ մանիպուլյացիաների ենթարկում են։ Թուղթ ու գրիչները ձեռքներս ընկնենք ադրբեջանական համայնքներով մարդահամար անենք, 6 միլիոնը չկան իրանք։ Հիմա Իրանի Իսլամական Հանրապետության համար ինչ տարբերություն 6 միլիոն էս կողմ, 6 միլիոն այն կողմ։ Անես կփաթեթավորեն, պահածոյացնեն, որ կզարմանաք ոտքի վրա։ Կզարմանաք, նրանք 300 տարի թուրքական էթնոտիպի հետ աշխատելու ձև ունեն, էթնիկ զտումներից մինչև մասսայական տեղափոխություններ։ Դա պարսկական փորձը, կայսերական փորձը մի թերագնահատեք։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ խնդիր ունենա Ադրբեջանը։ Ոնց է հնարավոր այդպես բան մարդկանց ուղեղում ծագի։ Սկի Ադրբեջանը թուրքական զինված ուժերը Կարմիր բանակի դեմը չփակեցին 18-19 թվականներին։ Հայ պետք է լինես, որ կանգնես Կարմիր բանակի դեմը։ Հայ պետք է լինես։ Նժդեհը կարողացավ։ Բայց Օսմանը ադրբեջանական միացյալ խաժամուժը ոչ։ Ադրբեջանը զինվում է, որ մեզ ջարդի։ Հանեք վարդագույն ակնոցները։ Իսկ մեր պաշտպանության նախարարությունը, պարոն Սիմոնյան, առաջարկում է ծառայությունը կրճատել 2 տարուց 1.5 տարի։ Հաջորդ տարվա բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չեն նախատեսում։ Այդպես պետքա չլինի, ուրեմն 1 տարվա ծառայությունը ես էլ եմ համարում նպատակահարմար։ Ես որպես ծառայած անձնավորություն, զինված ուժերի հետ կապ ունեցող անձնավորություն համարում եմ 1 տարին լիարժեք հերիք է, բայց եթե նախապատրաստական աշխատանքներ անես, նախ զորահավաքային ռեսուրսը պետքա լինի տոտալ, իրավազոր եւ որ առողջական խնդիրներ չունեցող զինակիր յուրաքանչյուր 18 տարին լրացած երիտասարդ պետք է անցնի զինվորական ծառայություն։ Ես կարծում եմ, որ նաեւ աղջիկներն էլ։ Հենց դա է ուզում հարցնել, արդյոք կանայք էլ պետք է։ Բայց առաջին этаպում գուցե եւ կամքով Կամովի լինի, ես կարծում եմ, որ հայ աղջիկների մեծ մասը միայն այդ զինվորական համազգեստը հագնելու համար կցանկանան եւ որոշակի շարժ այդ մասով բան կլինի, բայց իհարկե չխառնած իրավիճակով լինեն կանանց գնդեր եւ տղամարդկանց գնդեր նախապատրաստական շրջանում։ 1 տարին արդարացված է, 6 ամիս գնում է, վերապատրաստում է անում, պատրաստություն է անցնում, ընդ որում ոչ թե շարային եւ այդ օծիքի տակ սպիտակ կարվածքով, այդ պատշիվ կոչեցյալի ստուգելով եւ այլն։ Եթե մարդը անձնական հիգիենայի խնդիր ունի, իր կուլտուրայի հարցն է, ոչ թե զինվորական պատրաստություն։ Զինվորական պատրաստությունը մեխանիկական գործողություն է։ 10,000 ժամ մեխանիկական գործողություններ պետք է անես, որ դու դառնաս զինվոր, մարտիկ, հայրենիքի պաշտպան, ոչ թե ուբորշիկ, հավաքարար։ Հիմա 6 ամիս գնում են այդ անձիկ պատրաստությունը անցնում են, 6 ամիս են մարտական հերթապահություն են իրականացնում եւ առաջնագծում ոչ մի նորակոչիկ պետքա չկանգնի։ Ոչ մի։ Ու ծառայությունը արդարացված է, որ մի տարով լինի։ Մի տարի ծառայությունը ավարտես գնում է բուհ կամ ուր որայ է։ Տարի ու կես հետո նորից էլի 6 ամսյա հավաքների, 6 ամսյա, 1 ամսյա, 20 օրյա էական չի։ Ինքը միջև 55 տարեկան պիտի զինված ուժերի հետ կապ ունենա։ Միշտ։
Միշտ։ Միջև գանք այն իրավիճակի, որ անգամ ամրակցված զենք ունենա, տանը, պահարանում դրված մետաղյա։ Դա լավ գաղափար է։ Ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարությունում ծառայող սպաներ կան, որոնք նվիրյալներ են, որոնք հայրենիքի պաշտպաններ են, որոնք բառի ուղիղ եւ բովանդակային իմաստով հայ զինվորական են։ Բայց պաշտպանության նախարարությունը չի կարող ռազմաքաղաքական ղեկավարության գլխի վրայով թռչելու։ Ամբողջ խնդրեմը գալիս է ձկան գլխից։ Սա մտածելու առիթ, որ չզրկենք մեր սիրելի հայրենակիցներին ալտերնատիվաներից, հեռու մի պապից կաթոլիկ չլինենք, Ավստրալիայում նստած կամ Կամբոջայում նստած, ասենք հարայի ժողովուրդ ալտերնատիվա չկա։ Նորից էլի այս կոնյունկտուրան պահպանվելու է։ Ցավոք սրտի եւ ես տառապյալս մեռած ես բացատրեմ, որ այս ինչ վիճակի մեջ եք, այդ հոգսը մազերը սպիտակելա դրա համար։ Բայց արդյոք այդ պատկերը պահպանվելու է, պարոն Սիմոնյան, ասում են այդ ռուսա համակիր զանգվածի համար շատ թեժ պայքար է ընթանալու Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի այդ ուժերի միջև։ Դուք վերադարձաք նախքին ներքաղաքական իրավիճակի մեջ, որը որ պատմությունը գիծ է քաշել։ Այդ ինչեք վերակենդանացնում մահացած իրավիճակը։ Ամեն անգամ ոնց որ մարդիկ ռեանիմացիա անեն մահացած իրավիճակը։ Մենք ենք անում ռեանիմացիա, պարոն։ Կենտրոնացեք նոր ուժերի շուրջ։ Նրանք պայքար են մղելու, իմ հարցը այդ մասին է, նրանք պայքար են մղելու, մենք ինչպես տեսնում ենք շատ սուր է հակադրությունը հատկապես Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի այդ ուժերի միջև։ Շատ հարգված Էլիզա ջան, նրանք ֆանտոմ են։ Եկեք կենտրոնանանք նոր իրողությունների վրա։ Մենք կարող ենք կենտրոնանալ ի վերջո ժողովուրդն է իշխանության կրողը։ Թե մենք դա համարում ենք կեղծ կատեգորիա, թե ասում ենք ախ եղբայր մեկը ամեն ինչ որոշված է։ Չէ, կարծում եմ ժողովուրդն է որոշողը։ Եկեք ժողովրդին տանք ընտրանք, ալտերնատիվը համար 1, ալտերնատիվը համար 2, ալտերնատիվը համար 3։ Բայց կան այդքան այլընտրանքային ուժեր։ Շատ կան, իսկ մեր ֆոկուսի տակ ովքեր են ֆանտոմները, թե նրանք։ Եկեք ֆանտոմներից ձերբազատվենք ամբողջ ազգով։ Դուք ի վերջո արժանապատվությունը լավ բան է, էլի պիտի արժանապատվություն գտնենք մեր մեջ եւ երես թեքենք մեզ վիրավորածներին։ Իսկ համագործակցություն կա այլընտրանքային ուժերի մեջ։ Կարա չլինի, կարան այլընտրանքային ուժերը իրար ընդդիմադիր ուժեր լինեն։ Բայց դրանից բովանդակությունը չի փոխվում։ Դա նոր քաղաքական դաշտի մասին է, երբ որ անձնավորված չի։ Ես կարող եմ ընդդիմադիր լինեմ մեկ այլ ալտերնատիվ ուժին, ընդդիմադիր լինեմ մեկ այլ ալտերնատիվ ուժին, զուտ գաղափարախոսական եւ ուղու հետ կապված, բայց ես գիտեմ, որ նա էլ է Հայաստանի Հանրապետության համար, բայց սենց է պատկերացնում ճանապարհը։ Ես իրեն որպես անձ ասելիք չունեմ, ես գիտեմ, որ ինքը ծառայում է հայրենիքին եւ էդ է տեսնում ճիշտ ճանապարհը, բայց ես ընդդիմադիր եմ նրանով, որ ես այդպես չեմ տեսնում ճանապարհը։ Եվ սուտ ու կեղծ կատեգորիա է, որ ալտերնատիվաները միանան ընդդեմ են ֆանտոմի։ Այսինքն, երբ որ դուք կոչ եք անում, որ ալտերնատիվաները միանան ընդդեմ են ֆանտոմի, դուք հզորացնում եք ֆանտոմին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։